Իսկապես առավոտը շատ, գիտես, ճիշտ սկսեցինք երաժշտությամբ, այնուհետև խոսեցինք շատ կարևոր թեմաների մասին։ Հիմա պիտի շարունակենք այդ գիծը կարևոր թեմաների մասին։ Արի շարունակենք, այո։ Կանք չառնենք այնտեղ, որտեղ քիչ առաջ էինք։ Պետք չէ կանգ առնել, բայց պիտի շարունակենք խոսելով արդեն սպորտի աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին։ Ես առաջարկում եմ ներկայացնեմ թեման, դու ներկայացնես հյուրերին, արդեն տաղավարում եմ։ Մայիսի 2-ից 4-ը կայանալու է Գեղասահքի միջազգային բաց առաջնությունը, որը կոչվում է քաղաքապետի գավաթ։ Իրականում նորությունները այս աշխարհից բավականին շատ են։ Հիմա կիմանանք ավելին։ Այո, ներկայացնեմ մեր հյուրերին Սիրանուշ Սուքեսյան, Երևանի Գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, բարև ձեզ։ Եվ Գեգամ Վարդանյան, Երևանի Գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի մարզիչ, բարի լույս։ Եւ շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Նմանապես շատ հաճելի է, հրավերի համար շատ շնորհակալ ենք։ Փոխադարձ խոսենք նախ սպասվող իրադարձության մասին, մայիսի 2-ից 4-ը սպասվող մրցաշարի մասին, հետո ծավալվենք արդեն կատարված աշխատանքների մասին, նորությունների եւ սպասվող եւ նախորդիվ։ Այո, մայիսի 2-ից 4-ը մեր մոտ ինչպես արդեն հայտնի է, որ կայանալու է Գեղասահքի միջազգային բաց մրցաշար, որը կոչվում է քաղաքապետարանի գավաթ, իդեպ սա արդեն երկրորդ տարին է, անցած տարի ենք ինձ կազմակերպել, այս անգամ մասնակիցների քանակը մի փոքր ավելի շատ է, մոտ 80 հոգի, 80 գեղասահորդ հայտ է ներկայացնում մասնակցի մեր բաց առաջնությանը, որը շատ ուրախալի է եւ շատ ոգևորված են նաեւ մեր մարզիկները, մեր հենց մարզադպրոցի սաները, որ պետք է մրցեն եւ իրենց ուժերը չափեն արդեն դրսից հայտ ներկայացած սպորտսմենների եւ գեղասահորդների հետ։ Ընդհանուր թվով 180-ից ավել մարզիկներ են մասնակցելու մեր մարզադպրոցի սաների հետ գումարված, երկրորդ տարին ընդմեջ է արդեն բաց առաջնությունը ընթանում։ Դրսից հրավիրվում են դատելու մրցավարներ, որոնք համապատասխանում են միջազգային Գեղասահքի ֆեդերացիայի բոլոր կանոնակարգերին, առնվազն առաջին կարգի մրցավարներ են բոլորը լինելու։ Նրանք դատելու են մեր մրցաշարը։ Եվ ինչ է սա նշանակում մեր մարզիկների համար, ինչ հեռանկարներ, հորիզոններ են բացվում նման մրցույթների կազմակերպման շնորհիվ։ Յուրաքանչյուր մարզիկի, հատկապես գեղասահորդների համար շատ կարևոր է մրցաշարերը, որովհետև մարզիկ եթե մարզվում է, պատրաստվում է միշտ ստարտ դուրս գալուն եւ տվյալ պարագայում ընդունել տանը, այսպես ասած, Երևանում ընդունել տանը մարզը մրցաշար շատ կարևոր է մեր համար, ամեն առաջին տալիս է մեծ փորձ, հետագայում արդեն արտագնա մրցաշարին լավ մասնակցելու համար։ Բայց իհարկե յուրաքանչյուր մրցաշարի նմանատիպ կարևոր իրադարձությանը պատրաստվելուց առաջ այն ամենագլխավոր երևի թե փուլն է, երբ մարզիկները պիտի պատրաստվեն, չէ՞, այս ամենին, ինչպես է անցնում այս գործընթացը, ինչպես են կարողանում մարդիկ դիմել, դա մարզվել մարզադպրոցում, ինչպիսին է մարզչական կազմը, խնդրում պատմեք այդ մասին։ Մեր մարզչական կազմը ընդհանրապես շատ բարձրակարգ մարզնագետներ են, որոնք տարիների երկար փորձ ունեն բոլորը, ընդհանուր դիմում են բոլոր մարզիկները ամբողջ աշխարհից, հայտագրում են երբ գալիս են, նրանք մեզ մոտ արդեն անցնում են պարապմունքներ են անում մեր երեխաների հետ, շատ բուռն է մեզ մոտ հիմա այս փուլում, շատ բոլորը մարզվում են, սեզոնի վերջ է, բոլորի համար շատ պատասխանատու տարեվերջյան եւ քննություններ ենք մենք ունենալու ամսի 1-ին, որին որ հաջորդելու է ամսի 2-ից 4-ը մրցաշարը։ Ամենամյա ունենում ենք մենք տարեկան նորմատիվների հանձնման քննություններ, մեր սաները բոլորը անցնում են, բացի նախապատրաստական փուլի սաներից, որոնք որ 2 տարի հետո նոր կարողանում են հանձնել քննություն, իսկ այդ քննությունները իրենցից ներկայացնում են նորմատիվների հանձնում, որի շեմը հաղթահարելու դեպքում սաները անցնում են անվճար մարզման։ Այսինքն որակավորվում են սաները, ամեն տարի մայիսին կամ ապրիլի վերջ կազմակերպում են մարզադպրոցի քննությունները, որտեղ Գեղասահքում մարզվող գեղասահորդները որակավորում են ստանում, այդ պարագայում էլ արդեն բաշխվում են ըստ խմբերի, ըստ կատեգորիաների, որը որ շատ կարևոր է, որ կարողանանք հասկանալ, թե ինչպիսի կարգով աշխատել տվյալ խմբերի հետ։ Իսկ ընդունելությունը ներեցեք ետել մեջ բերեմ, ընդունելությունը 4-ից 6 տարեկան է, շատերը հարցնում են, թե ինչու 4-ից 6 տարեկան, 7 տարեկան ուշ է, 8 տարեկան ուշ է, ես պարզաբան եմ։ Իրականում վախի գործոնը շատ մեծ է, մեծահասակների մոտ, այսինքն երեխան եթե 8 տարեկան է, արդեն նա գիտակցում է, որ սառույց է, վտանգավոր է, նա ոտքը դնի եւ չկարողանա սահել ընկնել, արդեն վախի գործոն։ Իսկ 4-ից 6 տարեկան, դա ես չեմ ասում, դա ապացուցված թեզ է, որ 4-ից 6 տարեկան երեխաները չեն գիտակցում, դա նրան վստահաբար եւ
կարողանում են միանգամից մտնել ու քայլել կամ թեկուզ եւ ընկնել, բայց վախի գործոն չկա։ Այսինքն մեզ համար արդեն շատ ուշ է։ Չէ, ուշ չէ, ես երկրորդ կետ ասեմ, մենք ունենք նաև սիրողական ցանկություններ կան, դա ցանկություն միշտ ես մեծ սիրով խոստանում եմ, բայց ես տապալվել եմ երկու անգամ, ոչ մեկ անգամ։ Կա նաև սիրողական խմբակներ, որ մեծահասակները գալիս են անգամ ընտանիքներով, զուտ առողջ ապրելակերպ սահելու եւ վայելու սառույցի բերկրանքը, սահելու բերկրանքը։ Ընկնելու վախի մթնոլորտը։ Ընկնելը արդեն աճուկ է բաշխարում, երբ որ կարողանում եք ճիշտ ընկնել։ Խոսենք մարզչական կազմի մասին, հասկացանք, որ ընդունելությունը որ տարիքից է կատարվում, ինչու է կատարվում, ինչպես են ընդունվում նաև մարզիչները, ինչպես են նրանք վերապատրաստվում եւ առհասարակ մարզադպրոցի մասին եւս մի փոքր պատմենք։ Ես մարզիչների բառով ասում, դու մարզադպրոցի կասեք։ Մարզիչները, ասենց ասեմ, մեր Հայաստանում շատ քիչ է մարզիչներ, որովհետեւ մեր մոտ երասակը այդքան էլ մեծ զարգացում չի ապրում, դուք գիտեք զարգացման փուլի մեջ է մտնում, մարզիչները սովորաբար լինում են այն մարդիկ, ովքեր որ եղել են գեղասահորդներ, զբաղվել են գեղասահքով, հիմա արդեն ցանկություն են հայտնել մարզվել, արդեն մարզել երեխաներին, իհարկե վերապատրաստվել եւ կատարելագործվել դա ամեն ժամ է, ամեն օր պետք է մարզչի վրա աշխատի եւ դա լինում է, դա փորձում ենք եւ շատ դժվար աշխատանք է, նայեք մրցաշարերի հետ կապված նաեւ մարզիչներն են կատարելագործվում, ինչու՞ չէ, որովհետեւ բացի մարզիկներից մարզիչներն են նաեւ կատարելագործում։ Հիմնականում այն կազմն ովքեր որ աշխատել են սկզբնականում եղել են գեղասահորդներ, իսկ հիմա արդեն աշխատում են որպես մարզիչ։ Բացի հիմնական մարզիչներից նաեւ կան պարուսուցներ, ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մարզիչներ, դա դրանք տարբեր դասաժամեր են, որը որ շատ կարևոր է նաև մեր ուսանողների համար։ Իսկ ամսի 30-ին մեր գլխավոր մրցավորը, որը հրավիրված է արտերկրից, նրա հետ սեմինար է անցկացվելու մեր մարզիչների համար, կատարելագործման համար, ընդհանուր նոր կանոնակարգերի ուսումնասիրման եւ դասընթացներ նրանց կատարելագործման, վերապատրաստման հետ կապված, այո։ Խոսենք նաև միջազգային մրցաշարերի մասին, առհասարակ ինչպիսին է մեր սաների ներգրավվածությունը այդ մրցաշարերում, ինչ հաջողություններ ունենք։ Բավականին արդեն դեպի լավը շատ առաջընթաց է ապրում, տարվա ընթացքում 15-ից ավել արտագնա մրցաշարերի են մասնակցում սաները աշխարհի տարբեր երկրներում եւ գրանցում են բավականին բարձր արդյունքներ արդեն։ Անցյալ տարվա ընթացքում ունեցել ենք անգամ 2 առաջին հորիզոնական եւ մնացած հորիզոնականներն էլ երկրորդ, երրորդ ունեցել ենք անգամ աշխարհի խաղերին մասնակցող սաներ եւ պատանեկան գրանպրիին մասնակցող սաներ։ Ես նշեմ նաեւ մեկ կարևոր փաստ, որ եթե մենք հետ գնանք մոտ 20-15 կամ 20 տարի, երբ որ մենք մասնակցում ենք միջազգային մրցումներին, մասնակցում ենք միայն մասնակցելու համար, որ կարևորը մասնակցությունը, իսկ հիմա ես զգում եմ արդեն այն հաղթելու շունչը, որ մենք մասնակցում ենք որպեսզի մրցանակային տեղ գրավենք։ Իսկ երեխան տխրում է, վերջերս եղավ դեպք, որ 4-րդ տեղ էլ գրավել, ես նա ասում եմ ես 4-րդն եմ, ասում բայց շատ լավ արդյունք չէ, ես ոսկե մեդալ եմ ուզում։ Ու շատ ոգևորված են նրանով, որ հնարավորություն ունեն մարզվելու արդեն պրոֆեսիոնալ սահադաշտում, միջազգային ստանդարտներին համապատասխան սահադաշտում եւ մարզադպրոցում, որը կարծում եմ, որ հետագայում կունենանք միայն առաջի տեղեր։ Վստահ ենք։ Իսկ տեղական մրցաշարերի մասին ինչ կպատմեք, ինչպես են դրանք կազմակերպվում, ինչպես են անցկացվում, ինչ են դրանք տալիս ընդհանուր տեղական մրցաշարերը լինում են էլի մեր ներմարզային ներդպրոցական մրցաշարեր, տարվա մեջ 2 անգամ, 1-ից 2 անգամ։ Դա մեր մարզիկների ընդհանուր որակավորում բարձրացնելու համար, իրանց փորձի համար, որպեսզի արտագնա մրցաշարերից առաջ ունենան ստարտ, այսպեսի ասած, դրանք ավելի քիչ են լինում, ընդհանուր լինում է ավելի շատ դրսում մրցաշարեր։ Քիչ է, որովհետև ունենք մեկ մարզադպրոց։ Եթե ունենանք Գյումրիում, Վանաձորում կամ Կապանում, ես օրինակ եմ վերում, այդ պարագայում մենք կարանք եւ ներ ասենք տարբեր ներքաղաքային մրցաշարեր լինել։ Մենք մաղթում ենք, որ ձեր գործունեությունը հենց այդ աշխարհագրական կերպով էլ տարածվի։ Այո, վստահաբար այս առումով դեռ շատ աշխատանք անելու, բայց խոսենք նաև
առհասարակ մեր հոկեյի թիմի հաջողություններից եւ գործունեությունից ի վերջո նաեւ սպասվում է առաջիկայում հոկեյի աշխարհի առաջնությունը եղել է արդեն եղել է ամսի 13-ից ապրիլի 12-ից մինչև 19-ը ներառյալ եղավ հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի խաղերը, որին մասնակցում էին մեր մարզադպրոցում նաեւ մարզվող հոկեյիստները 15 տարվա մեջ առաջին անգամ նորից նրանք մասնակցեցին աշխարհի խաղերին եւ գրավեցին երկրորդ հորիզոնականը, շատ լավ արդյունք էր մեզ համար։ Եվ ընդհանուր նաև ամփոփելով խոսենք եւ հոկեյի եւ գեղասահքի մասսայականացման մասին, ինչ աշխատանքներ են շարունակվում տանել այս ուղղությամբ եւ ինչ արդյունքներ ենք մենք տեսանելի գրանցել։ Մեզ մոտ օրինակ Երևանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության վարչության հետ համատեղ Emirates Skating Club-ի արաբականների միությունների ակումբի հետ համատեղ կնքվել է հուշագիր, որը սկիզբ է դնում էր համագործակցությանը եւ բարեկամությանը եւ իրենց մոտից իրենց ակումբից մեր մրցաշարերին մասնակցում են իրենց սաները, իսկ մեր սաները հաճախակի մեկնում են իրենց մոտ մասնակցելու եւ նմանատիպ համագործակցությունները շարունակելի են լինելու։ Դե իհարկե Դե մասսայականացման համար նաև շատ կարևոր են սառցե ներկայացումները, այսպես ասած շոուները, որը հեքիաթներ են բեմադրվում սառույցի վրա ու շատ ավելի հետաքրքիր տարբերակով ներկայացում են հանդիսատեսին։ Դա ես կարծում որ նաև մասսայականացման նոր ոճ է, որ հանդիսատեսը տեսնում է, որից հետո մի անգամից երեխաները ցանկանում են սահել։ Եվ ինչպես նաև մարզադպրոց ունի մասսայական սահք քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են գալիս են եւ սահում են այդ պարագայում էլ փոքրին սահելուց հետո ուզում են միանգամից ընդունվել երասակի մարզադպրոց։ Եվ արդեն պրոֆեսիոնալ, ինչպես եւ դուք, ինչպես եւ ես, այո, դե եթե կա մի բան, որ շատ կարեւոր բան, որ այսօր նաեւ սովորեցինք այս հարցազրույցի ընթացքում, դա այն է, որ պետք չէ վախենալ ընկնելուց, պետք է ուղղակի իմանալ, թե ինչպես է պետք կանգնել, դրանից հետո ճիշտ ընկնել եւ ինչպես է պետք կանգնել նորից։ Շնորհակալ ենք ձեզ շատ, բավականին տեղեկատվական այսպես զրույց ստացվեց եւ մենք շատ բան իմացանք եւ վստահ եմ հեռուստադիտողները եւ այն ծնողները, որոնք որ իրենց բալիկներին արդեն կբերեն ձեր մարզադպրոց, ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն, իսկ մենք այդ շարունակությունը դրական ապահովելու համար առաջարկում ենք հիմա երաժշտությամբ մի պահ դադարեցնել, վերադառնալ։